Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը դեկտեմբերի 4-ին հանդիպել են Ամերիկայի Միացյալ Նահանգների Եվրոպական հրամանատարության ռազմական պլանավորման վարչության պետի անվտանգային ոլորտի համագործակցության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման, հակազդման, ՆԱՏՕ-ի հարցերով տեղակալ Քրիս Մքքինի գլխավորած պատվիրակությանը։ Բարձր գնահատելով ձևավորված սերտ համագործակցությունը Արմեն Ղազարյանը այդ համատեքստում կարևորել է Փրկարար ծառայության անձնակազմի եւ տեխնիկական կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական վտանգների արձագանքման ոլորտում։ Նա նշել է, որ համատեղ իրականացվող ծրագրերն ունեն դրական արձագանք եւ կարևոր է, որ լինեն շարունակական ի նպաստ համընդհանուր օրակարգի։ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն ունեն պետական կառույցների փոխգործակցությունը, ռեսուրսների ճիշտ բաշխումն ու ժամանակակից տեխնիկական լուծումների կիրառումը։ Փրկարար ծառայության տնօրեն Ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ներկայացնելով բարեփոխումների շրջանակում իրականացվող ծրագրերը, անդրադարձել է միջազգային գործընկերների հետ համագործակցության դինամիկային եւ հեռանկարային ուղղություններին։ Նա նշել է, որ արտակարգ իրավիճակներին առավել արդյունավետ արձագանքելու նպատակով Փրկարար ծառայությունը շարունակաբար կատարելագործում է տեխնիկական բազան եւ մասնագիտական ներուժը անցկացնելով ուսումնավարժանքներ, գործնական պարապմունքներ, ինչպես նաեւ այլ գերատեսչությունների հետ միջազգային չափորոշիչներին համապատասխան համալիր ուսումնավարժություններ։ Քրիս Մքքինն իր խոսքում նշել է, որ համագործակցության արդյունավետության վերլուծությունը եւ գնահատումը առաջնահերթությունները վերաարժեվորելու հնարավորություն են։ Նա քաղաքացիական անվտանգության ոլորտում համագործակցությունը նոր թափով վերսկսելու պատրաստակամություն է հայտնել։ Պատվիրակության անդամները Փրկարար ծառայությունում ծանոթացել են ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական վտանգների արձագանքման ոլորտում կիրառվող տեխնիկական միջոցներին։ Մասնավորապես ցուցադրվել են վարակազերծման համար նախատեսված գույքը, հետախուզական սարքերը, շնչառական ապարատները, տրանսպորտային միջոցները եւ այլն։ Կողմերը բնակչության անվտանգության մակարդակի բարձրացման եւ աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ համատեղ ծրագրերը շարունակելու պատրաստակամություն են հայտնել։ Արհեստական բանականության արդյունավետ կիրառում, օբյեկտների ճշգրիտ ֆիքսացիա, փաստագրում եւ վերահսկում, հեռահար տեսանելիություն, անբարենպաստ եղանակային պայմաններում աշխատունակություն եւ ամենակարևորը՝ անվտանգային բարձր մակարդակ։ Սրանք այն հիմնական տեխնիկական բնութագրիչներն են, որոնք առանձնացնում են այն անօթաչու թռչող սարքերը, որոնցով այս տարվա ապրիլին համալրվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Դրոնների տեխնիկական հնարավորություններին, առանձնահատկություններին եւ գործառութային կիրարկելիությանը ծանոթանալու, ինչպես նաեւ դրանց գործարկումը տեղում իրական ժամանակում դիտարկելու նպատակով դեկտեմբերի 1-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում անցկացվել է միջգերատեսչական հանդիպում։ Անօթաչու թռչող սարքի կառավարումը Երևանից, գործողությունների իրականացումը Վանաձորում։ Մասնագետները օպերատիվ կառավարման կենտրոնում ծանոթանում են անօթաչու թռչող սարքերի ամբողջական հնարավորություններին եւ տալիս հստակ հրահանգներ։ Կարող ենք սկսել թռիչքը, բարձրանում ենք մինչև 200 մետր եւ շարունակենք մեր տրված թռիչքուղով։ Հիմա կփորձենք հայտնաբերենք ինչ-որ մեքենա եւ ձեզ ցույց տալ պետհամարանիշները։ Շարժվում ենք դեպի երկրորդ կետ, որը Վանաձորի կենտրոնական հրապարակն է։ Կտեսնենք, թե ինչպես է աշխատում արհեստական բանականությամբ հագեցված տեսախցիկները։ Միաժամանակ մեր գործընկերների աշխատանքն ենք վերահսկում։ Հիմա իրան հետապնդող պարեկին ՕԿԿ-ն ստեղից կարա հստակ հաղորդի, էլի գործողությունները նույնիսկ եթե պարեկի տեսադաշտում չի։ Սպարտեք Փակbaşnet իրական ընկերության տեխնիկական տնօրեն Արման Խաչատրյանը վստահեցնում է, արհեստական բանականությամբ համալրված ժամանակակից անօթաչու թռչող սարքերի տեխնիկական հնարավորությունները համապատասխանեցված կոնկրետ ծառայությունների պահանջներին կարող են նպաստել պետական մարմինների օպերատիվ արձագանքման, կանխարգելիչ աշխատանքների եւ անվտանգության ապահովման արդյունավետությանը։ Նրա խոսքով աղետների ռիսկի կառավարման համատեքստում արհեստական բանականությամբ եւ ջերմատեսողական համակարգերով համալրված այս սարքերը կարողանում են հայտնաբերել եւ ֆիքսել կրակի աղբյուրներ, հրդեհի օջախներ, ինչպես նաեւ տարանջատել նավակները, տրանսպորտային միջոցները եւ այլ տեխնիկական օբյեկտներ։ Դրոնը կարող է աշխատել մինչև 35 րոպե, մաքսիմում բարձրությունը ծովից 4000 մետր բարձրության վրա, կատարել բազմակի դիտարկումներ, հագեցված է արհեստական ինտելեկտով ինտեգրված բարձր որակի տեսախցիկներով, ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային տեսանելիության համար։ Տեսախցիկ զումի հնարավորություն ունի, ինչպես նաև 160 հիբրիդային, այն լայն կիրառվում է Չինաստանում, շեշտադրումը առաջինը դրված է հենց անվտանգային նորմերի վրա։
Փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Հրայր Քամալյանն անդրադառնալով անոթ հաչու թռչող սարքերի արդյունավետությանը նշել է, որ դրանց կիրառումը պետական կառավարման համակարգում, մասնավորապես ուժային կառույցներում, առավել նպատակահարմար է, քանի որ ներդրված խելացի տեխնոլոգիաների շնորհիվ ապահովում է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության կոդավորումն ու հասանելիությունը միայն իրավասու գերատեսչությանը։ Մասնավորապես օպերատիվ կառավարման կենտրոնի կողմից արդեն իսկ օգտագործվող դրոնների արդյունավետությունը նաև հիմք է հետագայում դրանց կիրառումն ընդլայնելու։ Ներքին գործերի նախարարությունը արդեն օգտագործում է մեր կողմից առաջարկվող ԱԹՍ-ները։ Հետագա քայլերում նախատեսում ենք ԱԹՍ-ների ավտոնոմ կայաններ տեղադրել տարբեր մարզկենտրոններում, որը թույլ կտա մինչև 1 րոպե ժամանակում օդում ունենալ ԱԹՍ-ը, որը թույլ կտա իրականացնել փաստահավաքչական աշխատանք, տիրապետել իրավիճակին տեղում անկախ հեռավորությունից։ Autel Robotics ընկերության Եվրոպական միության տարածաշրջանի վաճառքի մենեջեր Ադամ Ֆուվեյը բարձր գնահատելով ներքին գործերի նախարարության հետ համագործակցությունը անդրադարձել է անվտանգային ժամանակակից համակարգերի ներդրման կարևորությանը եւ ընդգծել, որ այն թույլ է տալիս զարգացնել նոր տեխնոլոգիական լուծումներ, օպտիմալացնել գործընթացները։ Հայաստանյան գործընկեր Սպարտեք ընկերության հետ համագործակցությունը սկսվել է 2023 թվականից։ Այդ ընթացքում իրականացրել ենք մի շարք նախագծեր մեր նորագույն դրոնները մատակարարելով ներքին գործերի նախարարությանը։ Դրական արձագանքները մեզ կրկին բերել են այստեղ լսելու լրացուցիչ կարծիքներ, հասկանալու իրական կիրառական կարիքները, կատարելագործելու տեխնոլոգիական լուծումները եւ գտնելու այն ուղիները, որոնք կարող են առավել արդյունավետ դարձնել մեր հաճախորդների աշխատանքը։ Հուսով եմ, որ առաջիկայում մեր ամբողջական ինքնաբար թռիչքային համակարգի կիրառումը ընդլայնվելու է Հայաստանում, մասնավորապես իրավապահ կառույցներում ամրապնդելով ինչպես տեղական օպերացիոն կարողությունները, այնպես էլ մեր չինական ընկերության եւ հայկական իրավապահ մարմինների համագործակցությունը։ Միջգերատեսչական հանդիպումը, որին մասնակցում էին ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության, շրջակա միջավայրի նախարարության, քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ եւս մեկ անգամ արձանագրեց պետական կառավարման ոլորտում ժամանակակից թվային տեխնոլոգիաների ինտեգրման կարևորությունը գործընթացներին առավել արդյունավետ, անվտանգ եւ վերահսկելի դարձնելու տեսանկյունից։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հանցագործության բացահայտման ուղղությամբ միջոցառումները ծավալեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանության արտաքին հետաքննությունների բաժնից ստացված տեղեկության հիման վրա։ Քրեական ոստիկաններին հաջողվեց պարզել անօրինական միգրացիա կազմակերպելու ողջ մեխանիզմը։ Ըստ նախնական տվյալների կատարվել էր հետևյալը. Մայրաքաղաքի Սարիթաղի 23-ամյա մի բնակիչ տեղեկանալով, որ Նորնորքի բնակիչ 56-ամյա տղամարդը կազմակերպում է ԱՄՆ մուտքի արտոնագրերի ստացում, դիմում է նրան։ Տղամարդը $1000 դիմաց կնոջն ուղարկում է Բելգիա, Բրյուսելում գտնվող ԱՄՆ դեսպանատնից վիզա ստանալու։ Կինը մեկնում է, սակայն նոյեմբերի 7-ին մերժված վերադառնում Հայաստան։ Այս անգամ 56-ամյա տղամարդը կնոջն առաջարկում է մուտքի արտոնագիր ստանալ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ Տրամադրում է փաստաթղթերի փաթեթ, այդ թվում կնոջ աշխատավայրի վերաբերյալ տեղեկանքներ Հայաստանի բանկերից մեկից եւ անգլերենի ուսուցման կենտրոնում ուսանելու փաստաթուղթ։ Նաեւ պայմանավորվում են, որ դրական արդյունքի դեպքում կինը տղամարդուն կվճարի $10,000։ Նոյեմբերի 17-ին կինը դիմում է դեսպանատուն ոչ ներգաղթային ուսանողական վիզա ստանալու նպատակով, սակայն քրեական ոստիկանները պարզում են, որ փաստաթղթերը կեղծ են եւ կինը երբևէ չի աշխատել հիշյալ բանկում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտե։ Դեկտեմբերի 1-ին նախաձեռնվել է քրեական վարույթ անօրինական միգրացիա կազմակերպելու եւ կեղծ փաստաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու հատկանիշներով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Պարեկային ծառայողների մասնագիտական պատրաստվածությունն ու կարողությունների զարգացումը մշտապես ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է։ Դեկտեմբերի 4-ին ներքին գործերի նախարարության կրթահամալիրում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումը։ Ատեստավորման գործընթացին հետևել է պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը, տեղում ծանոթանալով ապագա պարեկների պատրաստվածությանն ու մասնագիտական հմտություններին։ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանի խոսքով կրթահամալիրը համակարգը պրոֆեսիոնալ կադրերով համալրելու ուղղությամբ շարունակական աշխատանք է իրականացնում։ Պարեկ որակավորմամբ կրթական ծրագիրի տևողությունը 6 ամիս է, այն ներառում է հիմնական պրակտիկ ուսուցումը, պրակտիկ եւ տեսական ուսուցումը եւ պրակտիկայի կազմակերպումը տեղերում։
Ընդհանուր առմամբ ուսուցման ժամանակահատվածը պրակտիկ եւ տեսական ուսուցման ժամանակահատվածը կրթահամալիրում կազմում է 5 ամիս եւ 1 ամսվա շրջանակներում մեր սովորողներն անցնում են պրակտիկա տեղերում, բարեկային ծառայության համապատասխան ստորաբաժանումներում։ Հիշեցնենք նաև բարեկային ծառայության համալրման նպատակով ներքին գործերի նախարարության կրթահամալիրում իրականացվում է ընդունելություն։ Սահմանվել է 250 տեղ բարեկային ծառայության Երևանի եւ մարզերի ստորաբաժանումների համար։ Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ներքին գործերի նախարարության կրթահամալիրում մինչև դեկտեմբերի 13-ը։